Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է Արևելագետ, Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Այգ Քոչարյանը։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Քոչարյան, ծագած հունիսի 13-ից ծագած Իսրայելա-իրանական պատերազմը այսպես ավարտվելու միտում այս պահին դեռևս չունի, բայց մասնավորապես ուզում եմ կենտրոնանանք ընդհանրապես արաբական աշխարհի արձագանքի վրա, ինչպես է գնահատում արաբական առաջատար երկրների արձագանքը Իրան-Իսրայել այս վերջին ռազմական բախումներին, համեցեք։ Շնորհակալություն, արաբական երկրները արձագանքը, եթե ընդհանուր ասենք, բոլորն էլ գրեթե արձագանքեցին, հիմնական ուղերձն էր, որ անընդունելի է լարվածությունը եւ պետք է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, մի մասը բացահայտ դատապարտեց Իսրայելին, բայց այստեղ կարևորը նաև ոչ թե միայն հասկանալ, որ գործ ունենք, այսինքն լարված իրավիճակ իրենց հարևանությամբ, որ սա քաղաքական կենթատեքստերը մի կողմ դնելով, որտեղ բոլոր այդ երկրները միշտ չի, որ միանշանակ հարաբերություններ ունեն Իրանի հետ, այսինքն կարող ենք տարբեր երկրներով անցնել, բայց Օմանը միշտ այնտեղն էր, որտեղ որ բանակցում էին, այսինքն միջնորդական առաքելություններ ստանձնել եւ Օմանը շատ փորձում է պահել այդ դիրքորոշումը, որպեսզի տեղ թողի հնարավորության վաղտեղուր համեջ բանակցությունների պետք է գա։ Ծոցի երկրները շատ մտահոգ են, որտեղ այստեղ խնդիրը ոչ միայն ասացի քաղաքական տեսանկյունից, այլ պատկերացրեք մի տարածաշրջան, որտեղ այս ամբողջ գործողությունների արդյունքում ստեղծվում է նաև էկոլոգիական խնդիրներ, այսինքն Բուշերից մոտակա, այսինքն 300 կիլոմետր շարավիղով եթե նայում եք, արաբական ծոցի երկրներն են։ Բացի դրանից, այսինքն ջրերի աղտոտությունը, այսինքն Պարսից ծոցի ջրերի հիմնական մեծ մաս նաև օգտագործվում է ոռոգման համակարգի համար, այսինքն ջրամաքրման, աղազարծման գործընթացների բավական մեծ տոկոսը այդ ջուրն են օգտագործում, այսինքն այստեղ նրանք մտահոգված են այդ խնդիրներով, ոչ միայն մենք ենք հարավային մեր սահմաններում չափում ռադիացիան տեսնենք կա թե չկա, նաև այս երկրներն են մտահոգ իրենց տարածաշրջանը, որտեղ դա միտում ունի վերածվելու նաև էկոլոգիական աղետի, եւ դա իր հերթին քանդում է կայացած բոլոր տնտեսությունները։ Ենթակառուցվածքները կան, այսինքն Օրմուզի ջրանցքի մասին է խոսում, որը համաշխարհային նշանակություն ունի եւ այստեղ ծոցի երկրներն էլ մտավախություններ ունեն, որ կարող է խնդիրներ առաջանալ կոմունիկացիայի տեսանկյունից եւ փակվել։ Երբ այնտեղ փակվելու համար շատ բան պետք չի անել։ Դա կարելի է այսինքն եթե անգամ Իրանը չուզենա փակի, այդ նավարկելի հատվածը շատ նեղ եւ փոքր է, այնտեղ պատահական կարող է մի նավ խորտակվել կամ երկու նավ բախվել եւ բավական երկար ժամանակ պահանջ որպեսզի վերականգնվել հաղորդակցություն այդ հատվածում։ Եվ պետք է բացառել, որ նաեւ հասկանում են արաբական երկրներում ծոցի, որոնք օգտագործում են այդ ճանապարհը, որ եթե շարունակվի ավելի երկարատև, նաև չի բացառում կարող է Իսրայելի կողմից դիվերսիաներ լինեն այդտեղ։ Տեսեք, որոնք են այն հիմնական արաբական երկրները, որոնք փորձում են այսպես նաև միջնորդի դեր խաղալ, զսպող դեր խաղալ այս հակամարտությունում։ Այդտենց երկրներ միջնորդ ասացի Օմանն է, որ փորձում է միշտ Օմանը ընդհանրապես Օմանի արտաքին քաղաքականությունը եւ Օմանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում բոլոր խնդիրների մեջ շատ հետաքրքիր է, դա յուրահատուկ է թե իրենց գաղափարախոսության տեսանկյունից ելնելով, թե այդ երկրի հիմնական կրոնական դրանք իսլամի մեջ առանձին ուղղություն են, ոչ սուննի են, ոչ շիա են, իբադի են իրանք, սա էլ նաև իբադիական պատմությունը զարգացման գաղափարախոսության բերում նրան, որ
փորձում են լինել այդ կոնստրուկտիվ միջնորդի դերը հարթակ տրամադրել, Սաուդյան Արաբիան է փորձում որոշակի դիրքավորվել, դեռ փորձեր են դրանք, սա հետաքրքիր է, որ շատ ակտիվություն չի նկատվում Էմիրությունների կողմից, որը որ միշտ ավելի ակտիվ է եղել։ Ակտիվ եւ տարածաշրջան դիտարկման կենսականները, այստեղ այսինքն հետևելով մամուլին, միգուցե վրիպել են ինչ-որ հաղորդակցություններ, բայց շատ ակտիվ չեն դիրքորոշումները ընդհանուր բնույթին, ինչը նաեւ մտահոգիչ է, որտեղ էմիրատական արտաքաղաքությունից կան շատ զգայուններ եւ հաշվարկները շատ ճիշտ է անում, որտեղ այնտեղ կա նաեւ ֆինանսական հետ կամ ամեն ինչի մեջ, միգուցե նրանք դեռ չեն տեսնում խնդրի անկուցալուծման այն տարբերակը, որ իրենց է ձեռնտու, դրա համար դեռ ընդհանուր ձևակերպներով են սահմանափակվում։ Պարոն Քոչարյան, ընդհանրապես ինչպես է արաբական դիվանագիտությունը այս փուլում տարբերվում օրինակ Թուրքիայի մոտեցումից թե բովանդակությամբ եւ թե, այսպես ասած, մեթոդաբանությամբ ինչ-որ առումով։ Իրեք տենց չկա ընդհանուր արաբական դիվանագիտություն, կան երկրներ, որոնք տարբեր են եւ տարբեր խնդիրների շուրջ տեսնում եք տարբեր դիրքորոշումների են գալիս, դրա համար ստենք դժվար կլինի ընդհանրացնել, բայց տարածաշրջանի մակարդակում ունենք Կատար, Սաուդյան Արաբիա եւ Էմիրություններ եւ Թուրքիա, որոնք փորձում են տարածաշրջանային մակարդակում լինել են դերակատարները, սրանց քաղաքականությունները արմեկի իրն է, իր ազգային շահերից ելնելով, բայց շատ հաճախ տեսնում ենք տանդեմային աշխատանք Սաուդա-Էմիրատական զույգի մոտ, բայց միշտ չի որ այնտեղ շահերը համընկնում են, Կատարը դա հակառակ դիրքորոշմամբ է միշտ, Թուրքիան էլ այսինքն շատ հաճախ նաև արաբական գործերին փորձում է կատարական թևով աջակցել եւ այնտեղ կա մուսուլման եղբայրների գաղափարախոսական ընդհանրություն քաղաքական էլիտայի Թուրքիայի եւ Կատարի իշխող այնտեղ դոմինանտ գաղափարախոսություն։ Իսկ առհասարակ կարող ենք ասել, որ արաբական երկրները փորձում են ինչ-որ առումով ազդել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա զսպվածություն պահպանելու համար։ Նրանք ցանկանում են, բայց այսօր իրավիճակը այնպեսին է, որ այդ նման լծակներ չունեն Իսրայելի հետ։ Իսրայելը շատ կոնկրետ էգզիստենցիալ կռիվ է տանում, ձևակերպում են նաեւ այս պայքարը տենց, որ իրենց համար սա կենացման կռիվ է եւ չեն նայելու եւ անգամ Միացյալ Նահանգների հորդորները երկար ժամանակ որոշակի տեղ տվեցին, բայց ելնելով իրենց ազգային շահից արեցին են ինչ որ արեցին եւ հիմա փորձում են ավելի ընդլայնել եւ ավելի ստեղծել մի իրավիճակ, որտեղ Միացյալ Նահանգները երկ չի ունենալու, քան միջամտելու էս ամեն ինչին։ Ներգրավելու ուղղակիորեն արդեն։ Ուղղակիորեն, որտեղ արդեն տեսնում ենք թե Թրամփի ռետորաբանության կոշտացում, թե հողի վրա բավական մեծ քանակի ռազմուժի տեղափոխում Մերձավոր Արևելք, իսկն սա նաև կարող է լինել որպես ճնշում բանակցություններից առաջ, բայց զորք ընդեղ է, թե մի բաններ չգնա եւ եկավ այդ X պահը, կունենան նաեւ ամենական ամիջական ներգրավվածություն, տեսակետներ կա, որ Տրամփին ինչ որ մի արագ հաղթանակել է պետք է, սա էլ լինի բան, որ նաեւ դրդապատճառ, որ նաեւ խառնվի ուղղակի։ Իսկ մեկ այդ տեսակետը, որ շատ Տրամփը անկախատեսել է այդ տեսանկյունից, նրանք չգիտեք ինչ ժամանակ եւ կտա, բայց որ զորք ընդեղ է հողի վրա եւ կա մեծ ավիախմբի տեղափոխում, օժանդակ ուժերի տեղափոխում եւ այդ հակաօդային պաշտպանության տեղափոխում է ամեն ինչ խոսում ասեմ, որ այսինքն շատ քիչ ժամանակ է պետք լինելու ակտիվ ֆազայի անցնելու։ Համար ստեղ պետք չի բացառել ոչ մի բան։ Պարոն Քոչարյան, որոնք են գլխավոր տնտեսական ու քաղաքական շարժառիթները, որ արաբական երկրներին այսպես խաղաղարար կամ կայունացնող դեր կարող են փորձել տալ։ Դրանք պատերազմները վերջավորքը բավականին երկար ժամանակ արաբական երկրների ծոցի երկրների դեպքում, որտեղ Սիրիա, Իրաքը ոչ, բայց ծոցի երկրները բավականին խախանդ խաղաղ եւ տնտեսական աճերին ապահովում ապրում էին եւ կարողանում էին հավելյալ
տնտեսություն զարգացնել եւ իրենք զարգանալ, դա անանք դիտարկման այս ամբողջը նաեւ վտանգ։ Մյուս կողմից նավթի բարձրանում է։ Հենց դա էլ ուզում եի հարցնել։ Սա կարող է օգտակ, բայց կարևոր կետ է դա տնտեսության մեջ, բայց ծոցի երկրները հիմնականում արդեն բավական մեծ տոկոսի անցել են ոչ նավթային։ Այսինքն ամեն դեպքում նավթային եւ էներգետիկ այսպես կայունությունը վտանգված է։ Որտեւ գինը բարձրանում է, քանի որ ճանապարհներն են վտանգվում։ Եթե ճանապարհները վտանգվում են, այդ գինը բարձրացած նավթը վաճառելն էլ դժվար է դառնում, որտեվ այդ հիմնական նավթային էներգակինը որ դուրս են գա ծոցից, այդ Օրմուզի ջրանցքով են դուրս գալիս, եթե այնտեղ մի խնդիր առաջանա, այստեղ կարող են խոսել, որ գինը կբարձրանա արդեն Միացյալ Նահանգներից բերվող նավթի կամ հակառակ կողմից, որտեղ որ չի անցնում ծոցի այդ ավազանի հանքավայրերից։ Իսկ այստեղ Իրաքի նավթն է, Իրաքը կարող է ավելի լավ վիճակում հայտնվել, որտեվ այն դեպի հյուսիս հնարավորություն ունի արտանելու Քուրդիստանից, հյուսային հնարավորություն արտանելու, այսինքն այստեղ տարբեր են անգամ տեղ միանշանակ չի կարող ասել, որին ինչն է, մեկի համար դա ձեռնունդ է, մյուսի համար ճանապարհներն են կարևոր։ Վտանգը մեծ է պատերազմական, այսինքն լոկալը դառնալ տարածաշրջանային եւ հետո գլոբալ։ Սրանք սա գիտակցում են, փորձում են այս կտրվածքով հնարավորության դեպքում իրենց ներդրում ունենան կանխելու, որտեվ այստեղ պետք է հասկանալ, որ Իրանի համար չի որ մտահոգ են կամ այլ, իրենց պետք չի իշխանության փոփոխություն Իրանում, բայց թույլ Իրան պետք է։ Այս ուղղությամբ այսա պետք է նկատի ունենալ, որտեղ բոլոր քայլերը դրան են ուղղված, բայց ոչ կազմաքանդված, որտեղ դա իր ալիքաձև շատ բաների կբերի տարածաշրջանում։ Պարոն Քոչարյան, մերձավոր արևելքի փորձագետները ինչ հնարավոր այսպես սցենարներ են կանխատեսում պատերազմի, այսպես օրինակ նաև արագ հանգուցալուծման հետ կապված։ Եվ նաև խորացման հնարավոր է դուք։ Այնտեղ եթե նայում եք ռազմական փորձագետները համատում են այսինքն 20-րդ դարի տակտիկան 21-րդ դարի, այսինքն տենց համատություններ կան այստեղ, պետք է հասկանալ, որ Իրանը ցենզուրայի մեջ ենք մենք բոլորս այս պայծրությամբ, չենք կարողանում հստակ ինֆորմացիա ստանալ թե Իսրայելից, թե Իրանից, որտեվ հիբրիդային պատերազմը մի կողմից իսրայելյան հարձակումներն են վնաս հասցնում իրանական ենթակառուցվածքներին, իրանական հրթիռակոծություններն են ընդեղ ավերածություն, բայց մասշտաբը եւ հետևանքները գնահատելու համար պետք է մի քիչ ավելի մանրամասն ինֆորմացիա, որը փակ է սպայծությանը, որոշ բաներ լուսաբանվում են, բայց լուսատեսային նյութի հիման վրա հնարավոր չի նման այսինքն շատ խորովելություն անել, որտեղ պետք է ավելի բաց ինֆորմացիա գա, բայց դրանք չունենք այս պայծրության, դա համար ստեղ սարգա տենդենսները, որոնք կարող են նկատել, նաև որ կարող է այս վիճակը հրթիռային պատերազմը շարունակվել, հրթիռը ԱԹՍ-ային եւ այլ ինչ որ մի փուլի եւ եթե Միացյալ Նահանգները չեն միջամտում ուղղակիորեն, որտեվ պետք է հասկանալ, որ Իրանը այս պայծրությամբ մենակ Իսրայելի հետ գործ ունի Իսրայելի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Անգլիայի հետ, բրիտանական բոլոր այս երկրների ռազմաբազաները տարածաշրջանում օգնում են, ինչով կարողանում են իսրայելական կողմին, բայց ուղղակի չեն միջամտում պատերազմին։ Այստեղ հնարավոր որ կարելի է ենթադրել, եթե Միացյալ Նահանգները ուղղակի մասնակցում է, սկսում է մտնել այս պատերազմի մեջ, իմ կարծիքով այստեղ կամ պետք է միակ զսպող բան Իրանի կողմից կարողանա որ հայտարարի որ միջուկային զենք ունի։ Բայց ների դա թողում են այդ վերջի պահին նման իրավիճակներին, որտեղ հիմա դա դեռ կարողանում են իրենց հարցերը լուծել։ Սա արդեն ուրիշ իրականության
հետգործ կունենանք, սա արդեն լրիվ ուրիշ պատմություն է Մերձավոր Արևելքում։ Եվ այս առումով ինչ ընդհանուր ազդեցություն կարող է ունենալ օրինակ արաբական միջնորդությունը տարածաշրջանի այլ ճգնաժամային գոտիների վրա, մասնավորապես Կովկասի, հարավային Կովկասի Հայաստանը, ինչպիսի դասեր պիտի պարոն Քոչարյան ստեղծված իրավիճակից ու զարգացումներից քաշի, հաշվի առնելով նաև Մերձավոր Արևելքի երկրների աճող դերը անվտանգային հարցերում։ Այսինքն նոր պիտի չպետք է դասեր կարել վաղուց, որ հիմնական երաշխավորը այն զինված ուժերն են, որը կարողանում ես բերել համապատասխան մակարդակի եւ ստեղծել այդ ենթակառուցվածքներ, նաեւ դիվանագիտությունը, որը զուգահեռ ստեղծում է այդ հնարավոր կապերը եւ աջակցությունները, որոնք տեսնում ենք նաեւ Իսրայելի պարագայում ունեն։ Այսինքն շատ հստակ աջակցություն է տարբեր կողմերից, այսինքն սա աշխատանք է, որ պետք է տանել ու պետք է տանել։ Մեր համար վտանգներն են նա, որ այսինքն մեզ անվտանգության տեսանկյունից, տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից թույլ Իրանը շատ ավելի մեծացնում է ռիսկները կոնֆիգուրացիաների փոփոխման մեր տարածաշրջանում, իսկ մասնատված Իրանը առավել ևս դարձնում է այս ամբողջը հարցակային տակադնում ընդհանրապես կենսունակությունը տարբեր պետությունների տարածաշրջան ոչ միայն Հայաստանի։ Պարոն Քոչարյան, տեսեք ի վերջո ինչպես է գնահատում արաբական աշխարհի հնարավորությունը կանխելու ավելի լայնածավալ պատերազմը եւ պահպանելու տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Գիտեք, իմ կարծիքով այն ռեսուրսները չունեն, այսինքն հիմնական արաբական աշխարհը արաբական աշխարհը հիմնական ազդեցությունը որ կարող ունենան դա պետք է ունենալ Վաշինգտոնի վրա, կարող են անձամբ տրապել շատ բաներ խոսել, որտեղ այնտեղ կան անձնական հարաբերություններ ծոց երկրների առաջնորդների, բայց ինստիտուցիոնալ առումով Վաշինգտոնը այլ ինստիտուցիոնալ կառույց է սպիտակտունը, որը իր ազգային շահերից ելնելով եւ դաշնակցային հարաբերություններից ելնելով կարող է այլ որոշումներ կայացնել։ Այստեղ ես չեմ տեսնում այդ ներուժը արաբական երկրները, որ կարողանան ինչ-որ բանում կանխել, այսինքն հետ պահել Միացյալ Նահանգներին, որտեղ այստեղ հարցը իրական քննարկվում է, արդյոք կմտնի Միացյալ Նահանգները ուղղակի այս արճակատան մեջ ու ներգրավի, թե ոչ։ Եթե ներգրավում է այդ արդեն ու տեսել ենք ինչ ալն տարածաշրջանը, երբ Իրաքը սկսեցին 2003-ին ռմբակոծել, մինչև այսօր էլ այդ հետևանքները տարածաշրջանի փոփոխության տեսնում ենք ամեն ինչ ոնց վերաձևափոխվեց։ Այստեղ էլ կա այդ խնդիրը, հաշվառնելով Իրանի բազմաէթնիկ, բազմակրոն եւ այլ փոքրամասնությունների հետ կապված խնդիրներ, սա վտանգավոր է իրավիճակը եւ հույս ունեմ լայնախոհության եւ մարդկային կյանքեր գնահատելու Տրամփի այն հայտարարություններին, որ կռիվ պետք չի անել, պետք է անել առևտուր։ Հիմա եթե կարողացավ այդ գիծը պահել Տրամփը, կարող ենք տեսնել ակտիվ փուլին մի քիչ նվազում եւ բանակցային։ Բայց նաեւ երբեմն կռիվ էլ պետք է անել։ Այսինքն գիտեք, իրական Տրամփը շատ բաներ ասում է տարբեր երակասով, բայց ըստ մտահոգիչը տարածաշրջանում այն ռազմական ներուժն է, որ կուտակված է այս պահին Միացյալ Նահանգների կողմից եւ դաշնակցային որոշ ուժերի, ինչը շատ անկայուն է դարձնում ամեն ինչ։ Ասեք, այս պահին գիտենք, երբ Հեզբոլլահը Լիբանանում փաստացի վերացվել է, ինչ նոր հավասարակշռություն է օրինակ ձևավորվում այդ երկրի ներսում եւ Իսրայելի հյուսիսային սահմանում։ Գիտեք, միանշանակ չի որ վերացվել է, Հեզբոլլահն թուլացել է, կարելի ասել, որտեվ բավական լուր վնասներ եւ հարվածներ ստացավ, բայց դա ցանց է, որը իր կազմակերպվածությամբ կարող է սպայն անցել ընդհատակ, բայց կա, որտեղ գաղափարախոսություն է։ Գաղափարախոսություն չի վերացել։ Այսինքն ծանր վնասներ ունի, բայց կան գրողներ կան այդ գաղափարախոսության եւ այս պահին պետք է նաև հաշվի առնել, որ սրանք շիական ստրուկտուրաներ են։ Շիական իսլամում կա մի սկզբունք, երբ որ վտանգ է սպառնում, կարող ես թաքցնել, որ դու շիա ես։
այսինքն անցնեմ ընդհատակ եւ բանան, այստեղ շատ այս ինստիտուտը Հեզբոլլան այս փուլում ընդհատակ այդ սկզբունքից, այսինքն կան, բոլորը գիտեն որ կան, բայց այն գործը որ անում են մակերեսին չի երևում եւ շատ բաներ այդ համաձայնում են Լիբանանում եւ կարող են ինչ-որ փուլի նաեւ համարյալ պարեկներ երբ որ ստեղծվում են, նայել ունենք ակտիվ իրավիճակ եւ այստեղ Իսրայելը չի կարող այս պայծրությամբ 3-4 ճակատով ակտիվություն ցուցաբերել։ Իրանը բավականին մեծ ռեսուրս է խլում Իսրայելից։ Այսինքն դա նայում եք զուգահեռ բանում Գազայի հատվածում են կան գործողություններ, որոնք քիչ լուսաբանվում, բայց ընդդեմ են փորձում, որտեղ ինչ որ բաներ անել, որտեղ դեռ չեն խոսում, բայց հիշում ենք, որ դեռ պատանդներ էլ ունեն, որոնց չեն ազատել։ Պարոն Քոչարյան, տեսեք, ի վերջո ձեր կանխատեսմամբ այս նոր իրականությունը կբերի մերձավոր արևելքի ավելի երկարատև կայունության, թե օրինակ սա կդառնա ավելի կընդլայնվի, մեծ տարածում կունենա եւ այսպես պատերազմների անվերջանալի շղթայի հետ գործ կունենանք։ Գիտեք, անվտանգության ճարտարապետությունը, որը կար, խախտվեց, քանդվել է։ Նորն է կառուցվում, այդ կառուցվածքից է կախված մենք ինչեր կունենանք։ Որտեւ եթե ունենք, ասենք Միացյալ Նահանգները միջամտում այս գործին եւ մենք պարզում ենք, որ Իրանը ունի միջուկային զենք, կամ հայտարարում այդ նշանակում է հարց առաջանում նույնիսկ մերձարևելյան երկրներում, ինչ իրենք չեն կարող ունենալ։ Սա արդեն ուրիշ մրցավազք է եւ սա փոխում է կոնֆիգուրացիաների հարաբերությունները։ Եթե պարզապես թուլանում է մասնատվում է Իրանը, սա լրիվ այլ սցենար է եւ չի լինում օրինակ ինչպես դուք եք ասում իշխանափոխություն, որովհետեւ դա ձեռնտու չէ եւ դա չի քննարկվել այդ սցենարները։ Որովհետեւ անգամ Իսրայելը չի հայտարարում, որ ուզում է իշխանափոխ այաթոլլաների կամ փոփոխություն։ Չենք դեմ տեսնապատակ, փոխվի, չի, բայց խնդիրը նա որ պետք չի ուժը, պետք է թույլ իրան, որը տարածաշրջանային խնդիրներով զբաղված չնա, ինքը իր խնդիրներով զբաղված լինի, դրան ձգտում են, որտեղ տարածաշրջանի մյուս ուժերը ուզում են տենց իրենց շահերից փոխում են նաև դա, սա դեռ 4-րդ օրն ենք, 13-ից մեկնարկած։ 4-րդ օրն ենք կամ 5-րդ օրը, դեպի թե պետք է մի քանի օր այս ինտենսիվությունը կարող է շարունակվել, բայց հետո պետք է նստեն ինչ-որ մի բանի շուրջ խոսեն կամ փորձ անեն խոսել, որին արդեն նախապատրաստություն է լինում։ Ըստ էության ավելի հավանական եք համարում կարճաժամկետ գործողություններ, ռեսուրս չկա։ Երկու կողմերի մոտ էլ։ Գիտեք, իրանական կողմը, իրանական մշակույթը մի քիչ այլն է։ Երկար պլանավորել, դանդաղ քայլել, իսկ այս մշակույթը մի քիչ այլ է արևմերձարևելյան, որը պատմությունը հին է, ժամանակ այլ ձև անցալում այդ մշակույթներում եւ նրանք կարող են պլանավորել երկարատև, ոչ ակտիվ կամ այլ դիմադրության ձևեր եւ այստեղ արագությունը, ինչքանից որքան կարողացանք հետևել հաղորդակցությունից, ավելի շատ Իսրայելի հաղթաթուղթներ, որը փորձում էր արագ լուծել շատ հարցեր, անգամ հայտարարվեց 2 շաբաթյա պլանների մասին, բայց ոչ թե կարճաժամկետ շատ արագ վերջանա, կարող է արագ վերջանալ ակտիվ փուլը, բայց խնդիրները երկար են տևելու։ Մինչև որ նոր անվտանգային ճարտարապետությունը չուրվագծվի։ Դեռ բոլոր կենտրոնացած են Իրանին սահմանափակելու այդ ապագա ճարտարապետության մեջ կարևոր դերից, որը Իրանը հասկանում է, որ չունենալու պարագայում արդեն որպես պետություն է կարող է չլինել, դա համար այս կողմից էլ մի կենաց մահու կռիվ է, ոնց որ Իսրայելի համար։ Պարոն Քոչարյան, Ռուսաստանի դերը ինչպես է գնահատում, հատկապես Սիրիայում տապալումից հետո, այսպես ընդհանրապես մերձավոր արևելքում Ռուսաստանը դերակատարության առումով ունի որոշակի շանս, հնարավորություն, թե ոչ։ Որովհետև տեսեք Ռուսաստանն էլ է հայտարարում այդ միջնորդի դեր ստանձնելու այսպես կոչված պատրաստականության մասին։ Ռուսաստանը իր խնդիրներն ունի ուկրաինական ճակատում, ավելի շատ է տեղի կենտրոնացած, բայց Ռուսաստանը
դիտարկում իրեն նաև մեր զորավարելքում մինչև անվազն Սիրիայում իշխանապահությունը կարևոր դեր էր խաղում եւ ճանապարհ ուներ դեպի Աֆրիկա, որը իրեն համար շատ կարևոր էր եւ Իրանի հետ ունեն համապատասխան պայմանագրեր ստորագրած, ճիշտ է, նա չի ենթադրում ռազմական օգնություն, բայց մնացած աջակցությունը ենթադրում է եւ այստեղ Իրանը ռուսական կողմը փորձել է աջակցել Իրանին, ունեն աջակցություն ցույց տալ, բայց մի բան էլ պետք է հիշել նաեւ պատմությունից, որ եթե ամենաերկար իրար հետ կրված տարածաշրջանում Իրանն ու Ռուսաստանն են պատմականորեն թեև վերջին այսպես նաև ռազմական համագործակցության պայմանագրերին համաձայնություն կա ռուսական քաղաքական ղեկավարությանը հատկապես եթե վերցնենք պատմականորեն նայեք այսինքն 90-ականներին Ելցինի շրջանում ինչ ավելի լավ են հարաբերություն Իրանի հետ եւ միջդ արամեծյան սանկցիաները այդքան շատ չէին խանգարում Ռուսաստանին Իրանի հետ հարաբերությունում հետո եթե վերցնենք Պուտինի շրջանում ստեղ սկզբնական շրջանում կար նաև արևմտյան դիրքորոշում մեծ հարցում, այսինքն շատ իրանական կողմը ամեն ինչ չի մոռացել, հիշում են։ Եվ կա այդ պատմական հիշողությունները, որոնք խոչընդոտում են նաև որոշակի այլ մակարդակի հարաբերություններ, բայց այս փուլում ստեղծված իրավիճակում, այսինքն այն մակարդակի հայտարարությունները, որոնք գալիս են Ռուսաստանից, հաջորդիվ, եթե ավելի խորանա ռազմական աջակցություն, դեռ կարող ենք, որտեղ Ռուսաստանը ունի իր խնդիրները, իրեն այսքան ռազմական աջակցություն կարող չտեսնել, գնում իրեն քաղաքական աջակցությունը տարբեր հարթակներում եւ ամեն վարքյան փոխվող իրականությունից դիրքորոշումներ արդեն գետևենք տեսնենք ոնց կգնի։ Տեսեք, պարոն Քոչարյան, տեսակետ կա, որ առանց Հեզբոլլահի, Համասի ու Ասադի տապալումների դժվար թեր լիներ հնարավոր այս պատերազմը եւ Ասադի ռեժիմի տապալման հարցում Թուրքիան խաղացել է առանցքային դեր, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները եթե գնահատենք վստահաբար կարող ենք ասել, որ Թուրքիան չէր կարող չիմանալ, որ Ասադի տապալումը ձեռնտու է լինելու հենց Իսրայելին։ Գիտեք, այս հարցը Թուրքիային պետք էր իրեն լոյալ Սիրիա ունենալ։ Դա ձևակերպում թե դա պետք է Իսրայելին, չէ Իսրայելին է պետք էր թույլ Սիրիա, որտեվ միակ բանակը, որը կար ցամաքային հնարավորություններով, որ կարող էր արաբական երկրներից վտանգ ներկայացնել, Սիրիան է միշտ եղել։ Այսինքն Քեմփ Դեվիդից հետո եգիպտական բանակը խաղից դուրս էր։ Եվ թուլացած Իրան նույն տրամաբանությամբ ինչ-որ թուլացած Իրանը Իսրայելին ձեռք է տալիս, որովհետև չկա այն հնարավոր վտանգները եւ դա դառնում է մի ազատ տարածք, որ հենց վտանգ է տեսնում եք ինքնաթիռով գնում են, ռմբակոծում են կամ հրթիռներով հետ են գալիս։ Այստեղ ավելի շատ ոչ թե Թուրքիան, այլ Իրանի համտանգային համակարգ կառուցված էր այդ պրոքսիների առանցքով, որով քանի որ վտանգը կռիվը պետք էր արվել Իրանից դուրս, որպեսզի չգա ներս։ Հիմա Իրանից դուրս բոլոր տեղերում այդ կռիվները, պայքարները կարելի ասել պարտվեց Իրանը եւ դա համար այսօր Իրանի մեջ է ամեն ինչ տեղ ունենում։ Դա համար շատ կավեր, իսկ Թուրքիայի հետ կապված Թուրքիան ինքն է տարածաշրջանային իրեն գերտերություն համարում, բայց չորոնալ, որ ամենամեծ բանակը թուրքականն է տարածաշրջանում եւ լավ զինված եւ նատոական ստանդարտներով։ Իսկ մարտականակով տերևինատեսակներով եւ սա ոչ մեկ չի մոռացել։ Եվ իրանական կողմի համար էլ Թուրքիան ճիշտ է աշխատում է Սիրիայում թուրք-ռուսական երակոմ համաձայնությունը, բայց սրանք շահերը Սիրիայում կարող է համընկնել, բայց ընդհանուր տարածաշրջանում չեն համընկնում։ Թշնամիների մրցակցության մեջ են այս երկրները իրար հետ։ Թուրքիան այնուամենայնիվ թուլացած Իրան ձեռնտու չէ։ Ինչու՞ չէ։ Կարելի է։ Հերթը կարող է հասնել Թուրքիային։ Չի հասնի։ Չի հասնի։ Վստահ եք։ Որտեվ այս բանը Թուրքիան կարողանում է միակ խնդիրը, որ կա քրդական խնդիրն է, որ մտահոգում է այս բանը Թուրքիային,
կախված իրավիճակներից նրանք փորձում են կանխարգելիչ գործողություններ անել քրդական էլեմենտը թույլատնելու տարածաշրջանում, միտեղ ստացվում, միտեղ ոչ, բայց դեռ ծանրության կենտրոն որպեսզի Թուրքիան չի ուզում տեսնի նաև Իրանին։ Շնորհակալ եմ պարոն Քոչարյան զրույցի համար։ Հիշեցնեմ, առաջինի տաղավարում զրուցում էի Արևելագետ Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի հետ։ Կհանդիպենք։